Իմ անունը Թելման է։ Հասկանում եք, փոքր ժամանակ ինչքան են ինձ փորձել բուլինգի ենթարկել։ Իմ համար ամենազարմանալին այն էր, որ դու բալետի պարող ես եղել։ Հասկացա, որ ավելի շատ սիրում եմ բալետը նայել, վայելել, քան պարել։ Հիմա Instagram-ն ու Facebook-ն էլ այն ժամանակվա թերթի նման մի հնարավորություն է, որտեղ կարող է ինչ-որ մեկը արտահայտվի։ Պատկերացնում եք ինչ-որ մեկը Conan Doyle-ին ասեր Sherlock Holmes-ը թերթում մի տպի։ Ինչպես թերթում տպում գիրք հրատարակի թող վերջանա գնա։ Ինչ էժան բաներ է թերթ։ Չէ, էլի չէ։ Համ հայտնիությունը բերես, համ էլ մինչև հիմա հիշվում է։ Նարեկ Դուրյանի կուրսում ես սովորում։ Այո։ Հիմա նաև գոլեգաներ եք։ Այդ շատ բարդ է իր այդ խաղալ։ Ոյ, հա? Շատ։ 4 զորամաս եմ փոխել։ Դասարան էր ինչ։ Բայց 4 զորամաս փոխել։ Ես մի անգամ դուրս գա։ Սկզբում պետք է մտնես, չէ՞ որ հետո։ Դուրս գա։ Հետո ինչի ես միշտ մտածել եմ կերպարից դուրս գալը։ Իսկ դու կոմենտ գրելուց առաջ մտածել ես, որ հենց տվյալ հայտին քո կոմենտին անձամբ կպատասխանի եթերում։ Դե ինչ, ուշադիր հետևիր հաղորդմանը։ Comment Story։ Ողջույն սիրելի հետևորդներ, Ելակետի Comment Story հաղորդման շրջանակներում այսօր մեր տաղավարում է դերասան Թելման Առաքելյանը։ Թելման, ողջույն։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ, դուք։ Շատ լավ, շնորհակալություն։ Թելման, ես առաջարկում եմ մեր զրույցը գինու ուղեկցությամբ շարունակենք։ Նայեք, ես կարող եմ վերցնել, բայց չեմ խմում։ Ես չեմ Դու խմում։ հաստորեն լավ ընկեր չես խմելու առումով։ Լավ ընկեր եմ, ուղղակի իդեք ինչ է, մի օր, հա, չէ, հեսա բացատրեմ։ Խմելու առումով էլ շատ լավ ընկեր է, ուղղակի մի օր արթնացա ու հասկացա, որ էլ չեմ կարողանում խմել։ Մինչ այդ շատ էիր խմում։ Բավականին։ Հա։ Չասեմ ահա որ շատ, բավականին խմում էի։ Բայց մի օր առավոտ ուղղակի արթնացել եմ ու վերջ։ Հետաքրքիր է։ Ամեն դեպքում ես ուզում եմ ասել, որ մեր գործընկերն է MAP ընկերությունը եւ իրենց Նոյան տապան գինիները եւ այս պահին ես կվայելեմ վարդագույն անապակ գինի, իսկ դու չես վայելի։ Անուշ։ Մերսի։ Անուշ։ Այս խորհրդավոր վայրում էլ խնդրում եմ մի փոքր պատմության մասին, հա, մեզ պատմեք։ Գործարանը հիմնադրվել է 1942 թվականից եւ մինչ օրս գինեգործության եւ կոնյակագործության ավանդույթների համաձայն տարեց տարի ներդնում է եւ կիրառում է ժամանակակից տեխնոլոգիաներ։ Այս պահին երաժշտություն է հնչում մառանում։ Կասեք ինչով է դա պայմանավորված, ինչով կարող է ազդել գինու վրա։ Երաժշտությունը նրբացնում է գինին, ավելի մարմնեղ, ավելի համահունչ եւ դուք էլ կարող եք նույն փորձը կրկնել, վերցնել գինին եւ ավելացնել միևնույն բաժակի մեջ նույն չափ, մի բաժակը երաժշտության ներքո թողնել, մյուսը տեղափոխել մեկ այլ վայր, 2 օր հետո համտես կազմակերպել։ Կոդավորված, որ դուք չեք տեսնի, չեք իմանա, որն էր երաժշտության ներքո դրված, որը ինչ որ մի ամայի վայրում։ Այսինքն դուք վստահեցնում եք, որ վստահեցնում եմ, կընտրեք երաժշտության ներքո։ Կփորձեմ։ Նաև կարող եք փորձել ջուրը։ Ճիշտ է, որ տարբեր բաժակների մեջ նույն գինին ուրիշ համ է ստանում։ Համ կդժվարանամ ասել, բայց յուրաքանչյուր խմիչք գինին կլինի կարմիր, սպիտակ, ունի իր նախընտրելի բաժակը, որպեսզի լիարժեք դուք զգաք եւ առավելությունը, եւ թերությունը, ինչպես նաեւ հարատները։ Խնդրում հիմա ինձ ասեք, թե ինչու պետք է մարդիկ ընտրեն Նոյան տապան, ինչով է առաստանում։ Նոյան տապան գինին պատրաստելու համար օգտագործում ենք հատընտիր խաղողի սորտեր։ Ողջ մշակության ընթացքում մինչ բերքահավաքը հասունանալը ամբողջ այգու գործընթացը վերահսկվում է մեր մասնագետների կողմից։ Նոյան տապան գինու համար նախատեսված խաղողի վերամշակումը ընթանում է կաղնե տակառներում, ինչն էլ հաղորդում է մրգային թավշահամը, հետ համում երկար մնայունությունը։ MAP-ը պատմություն է, որը տարիների հետ միայն ավելի է լավանում։ Դե, ես էլ այստեղից գինիներ վերցնեմ, վերադառնամ տաղավար, որպեսզի շարունակեմ համտեսումը հյուրերից հետ։ Բաց չթողնեք։ Ես երբ պատրաստվում էի հաղորդմանը, ուսումնասիրում էի քո անցյալը ներկան, իմ համար ամենազարմանալին այն էր, որ դու բալետի պարող ես եղել։ Ինչ էր զարմանալի։ Չգիտեի ես։
Ու հիմա անկեղծ ասում եմ, էկրանի խափուսիկ է, բայց էկրանով էի դե ես քեզ տեսել, երբեք առերես չէի տեսել, ու ինձ թվացել էր դու մի քիչ փորիկով բան տենց ջանով տղամարդ ես, բայց արի ու տես, որ չէ, հիմա որ նայում եմ այդ աստիճան չի։ Ոնց Չէ, է նայ, բաներով։ հիմա անես չլինի, որ փորիկիցս դժգոհում եմ։ Այդ կա միշտ իմ հետ է, բայց բալետը թողելուց հետո երևի եղավ։ Իսկ մինչև այս փորիկը 10 տարի զբաղվել եմ բալետով, պարվեստի ուսումնարան եմ ավարտել, հետո ծառայության հետ համատեղել եմ օպերայի բալետի թատրոնում պարելը ու երբ որ արդեն ընդունվեցի թատերական ինստիտուտ ու նոր բալետը թողեցի։ Բայց ինչով էր պայմանավորված բալետը թողնելը։ Հիմա կամ լիքը պատճառ հորինեմ։ Ահա, չէ, մեզ անկեղծն է։ Անկեղծ ասեմ, եթե առաջինը չես այդ բնագավառում, այդ գործի մեջ, այդ խմբում, ուրեմն ավելովա թողես, զբաղվես ուրիշ բանով։ Ես տենց եմ մտածում։ Իսկ ես այդտեղ առաջինը չէի, այնպես չի որ ինչ որ երկնքից աստղեր էի, հա, իջացնում բալետում ու հետո երբ որ թողեցի բալետը, հասկացա, որ ավելի շատ սիրում եմ բալետը նայել, վայելել, քան պարել, որտեվ իրականում ընկերները կփաստեն բալետի, այդ ահավոր դժվար, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ արվեստ է, էլի, բայց շատ դժվար էր։ Իսկ բոլոր ասպարեզները մեզ այդպես որ եթե առաջինը չեղար, ուրեմն չես շարունակի։ Հա, եթե առաջինը չես քո գործի մեջ, ուրեմն ավելովա թողնես, գնաս ուրիշ ինչ-որ մի բանով զբաղվես, որտեղ կփորձես լինել առաջինը։ Հիմա դա չի նշանակում, որ դու մտար այդ գործի մեջ մի անգամից լինելու ես առաջինը, բայց եթե նույնիսկ պոտենցիալ չես տեսնում առաջինը լինելու, ուրեմն ավելովա թողնես հաստատ։ Որտեվ ինքան կարճ է կյանքը, որ ինչ-որ երկրորդական դերերում լինես։ Իսկ կարոտում ես բալետը, այսինքն բարբերաբար այնպես Չեմ կարոտում, որտեվ գնում եմ, նայում եմ, վայելում եմ այդ ամեն ինչը։ Բայց երբ որ գնում վայելում ես, մի պահ sense ափսոսանք չես ապրում, որ այդ պահին դու բեմում ես, որովհետև բեմի էներգետիկան լրիվ ուրիշ բան է, չէ՞։ Համաձայն եմ։ Երբ որ դուրս եկա բալետից, եւ արդեն 3 տարի չէի զբաղվում, հետո այնպես ստացվեց, որ գնացի ընկերներիս տեսնելու օպերայում ու կանգնեցի այդ բեմում ու թողնելուց եւի չէի գիտակցում ինչա այդ օպերայի բեմը, հասկանում ես, դու կանգնում ես այդ բեմում, այդ ահռելի դահլիճի առաջ ու հասկանում ես քո այդ փոքրությունը, էլի, դու ինչքան փոքր ես եղել այդ բեմի վրա, այդ մի հատ ուրիշ աշխարհ է, էլի։ Բայց չեմ կարոտում, էլի եմ ասում, որովհետեւ գնում եմ, նայում եմ, վայելում եմ ու հիմա էլ մանավանդ նոր ռեբրենդինգ ա եղել օպերայի եւ բալետի թատրոնը ու ինձ այդ ամեն ինչը ահավոր շատ դուր է գալիս, ահավոր։ Արի մի փոքր բեմի էներգետիկայից, հա, խոսենք, քանի այդտեղ ենք։ Առաջին անգամ երբ ես հասկացել, որ դու սիրում ես այդ ամենը, բեմը սիրում ես, քաշում ա քեզ։ Նայ Գայանե բալետում, երբ որ ես 4-րդ դասարան էի, Գայանե բալետում մի հատ հատված կար, արդեն պարվեստի ուսումնարանում էի սովորում։ Գայանե բալետում մի հատ հատված կար, երբ որ փոքր երեխեքի հարսանեկան տեսարան է, եթե չեմ սխալվում, եթե սխալվում եմ կներեք հիմա բալետի ժողովուրդը չուտի ինձ կոմենտներում։ Հարսանեկան տեսարան է, եթե չեմ սխալվում, ու երեխեքը ասես փոքրիկ հատված ունեին, փոքր երեխեք էին, մտնում էին բեմ ու դուրս էին գալիս։ Այդ ժամանակը երևի որ զգացել եմ, որ ինչ ուժեղ բան է, ինչ զգացողություններ է։ Եվի չեմ էլ գիտակցել, հա, այդ զուտ բնազների, զգայականների վրա է եղել այդ ամեն ինչ, այդ հասկացությունը։ Հետո մեծանում ես, վերլուծում ես, նոր հասկանում ես ինչա կատարվել այդ ընթացքում։ Բայց երբ որ դու 4 դասանի երեխա ես, ու բարձրանում ես բեմ, այդ քեզ հսկա են թվում այդ առաջատար պարողները, բան իրանց կողքին ես լինում, դու ինչ-որ քո այդ շարժումներն ես անում փոքր ու գնում ես ու հետո տանը ուրախանում են, որ իմ տղեն բեմ էր բարձրացել բան։ Այդտեղ երևի թե արդեն զգայական մակարդակում հասկացա, որ այդ մի հատ ուրիշ աշխարհ է։ Բայց դու, եթե չեմ սխալվում, առանձնակի ու հետաքրքրված չես եղել, չէ՞, բալետով, երբ քեզ տարել են։ Թե հետաքրքրվածություն ամեն դեպքում եղել է։ Հետաքրքրվածություն չի եղել, որտեվ ես 3-րդ դասանի երեխուն ինչ է հետաքրքրում այդ ընթացքում։ Դե օրինակ երեխակը ասում է գալիս է տուն, ասում է օրինակ ուզում եմ գնա ֆուտբոլի, մեկը կա ուզում է գնա բարի, չէ՞, բայց հետաքրքիր բալետն է, հենց ծնողներդ են, չէ՞, որոշում հայցրել քո դեպքում։ Հա։ Ինչպես եւի շատերի մոտ այդ ժամանակաշրջանում, եւի 2000-ականներին ինձ ծնողներս ուղղակի վերցրել տարել են բալետի։ Դրանից առաջ տարել են գիմնաստիկայի Ալբերտ Ազարյանի դպրոցում։ Ասեմ ջալոս խաչը, այդպես էլ չկարողացա պահեմ։ Հետո տարան արդեն բալետի ու ես ուղղակի հայտնվել եմ այդ աշխարհում, հա։ Ծնողներիս միջոցով հայտնվել եմ այդ աշխարհում, քանակերում չիմանալով նույնիսկ բալետ ինչա նշանակում 3-րդ դասարան։
Իսկ այդ ժամանակ, որ դու գնում էիր բալետի դասընկերներիդ հետ ինչ որ խոսակցություն չէր լինում, դե այն ժամանակներն են հենց էր, որ մեկ ինչ որ տեղ էր գնում ջութակ նվագելու պատմությունն է, չէ՞։ Կասեին, օ ջութական նվագում ես, այն է, այտենց ինչ որ բախումներ եղել է, թե չէ։ Նայեք, իմ անունը Թելման է։ Հասկանում եք, փոքր ժամանակ ինչքան են ինձ փորձել բուլինգի ենթարկել։ Մեկ չի կարող պատահի մեկի անունը լինի Թելման ու ինքը ինչ որ բուլինգի դեմ բան չունենա առաջարկելու էլի, անհնար է, այդ երբեք չեմ ենթարկվել բուլինգի, ոչ բալետի, ոչ մի բանի առումով։ Այդ ոնց է, ինչից է եկել։ Ասում եմ անունից ես, երբ որ հումորներ էին գնում, հա, էտա, երբ որ դու ունես մի բան, որի վրա կարող են հումորներ փորձեն անել, դու արդեն սկսում ես պայքարել դրա դեմ ու արդեն թույլ չես տալիս, որ մնացած առումներով քեզ կարողանան ինչ-որ բան ասեն, հա։ Բայց դա լավ բնավորություն է, չէ՞ քո մեջ ձևավորել։ Բա միանշանակ, հենց այդ դրա համար ասեցի, իմ անունը Թելման է, դու ոնց եք պատկերացնում ինչ-որ մեկի։ Բայց ես անկեղծ չէի ֆիքսվել, որ Թելման անվան վրա կարան ինչ-որ Դա Թելման անուն եմ, քիչ կարող եմ մի քանի հումոր անել, օրինակ, Թելո ասեղ, Աման Թելո, չգիտեմ, կան մի քանի հումորներ կա, որ մանկական ինչ-որ։ Դե բա փոքր ենք եղել, չէ՞, փոքրուց մարդու բնավորությունը ձևավորվում է արդեն։ Իսկ որտեղ ես ծառայել։ 4 զորամաս եմ փոխել, ձեզ որ մեկն է հետաքրքիր։ Դասարան էր ինչ։ Բայց 4 զորամաս փոխել։ Որ մեկն է հետաքրքիր ասա։ Բոլորը ինձ հետաքրքիր է ոնց կարա մարդ 4 զորամաս փոխի։ Չեմ պատմի, որովհետև վստահ չեմ, որ իրավունք ունեմ պատմեմ այդ ամեն ինչը։ Հա, դա ինչ-որ լուր բան է։ 4 զորամաս եմ փոխել։ Դե վստահ չեմ, անկեղծ վստահ չեմ, որ կարելի է։ Չէ, ուզում եմ հասկանալ, բարի հետ էլի կապ չես ունեցել, այդ ընթացքը դադար ես ունեցել, Չէ, դադար չեմ ունեցել, գնացել եմ։ Հա, քանակյարի չաստում ես։ Զուգահեռ, չէ, հենց դա քանակյարի չաստում չեմ եղել։ Հա։ Okay։ Ուզում եմ հասկանալ ծառայության ընթացքում դու հասցրել էիր կարոտել բեմը։ Չէ, որովհետև անընդհատ աշխատանքի մեջ էինք։ Մեզ օպերան իրավունք էր տալիս, որ ծառայությունը համատեղենք գործի հետ։ Այսինքն մենք համ ծառայում էինք, համ էլ պարապմունքները ու ներկայացումներին մասնակցում էինք, հա, բալետում։ Իսկ կյանքի շրջանում ինչ որ հատված եղել է մի քանի տարի, օրինակ, որ բեմից հեռացած լինես։ Դեռ ոչ, բայց մի անգամ էլ վերջերս մի տեղ ասեցի, բայց լսելով ինձանից ավելի մեծ ընկերներին, հա, ասում են, որ գալու է մի պահ, որ հոգնելու ես բեմից ու ուզելու ես գնաս, սպասում եմ այդ օրվան, տեսնենք երբ կգա։ Ինչ է սպասում, բայց։ Հետաքրքիր է, տեսնենք այդ ինչ էմոցիա է, բայց չիմանանք այդ ինչ էմոցիա է։ Բայց ինձ թվում է տխրությամբ ես սպասում այդ օրվան, չէ՞, թե չէ։ Չէ։ Իրանք տխրությամբ չեն պատմում։ Օրինակ պատմում են, որ հոգնել էի, վառվել էի, հա, դերասանական լեքսիկոնի մեջ այդպեսի բան կա, վառվել եմ, հա։ Հոգնել եմ, վառվել եմ, այս ամեն ինչից բան արդեն, ու երևի թե մարդկա մի տարի է թողել, հետո էլի վերադարձել է բեմ, մարդկա 2 տարի թողել է, վերադարձել է, մարդկա այդ ամեն ինչը 10 օր է տևել իր մոտ։ Հիմա սպասում եմ տեսնեմ այդ ամեն ինչի մոտ ոնց է լինելու, ինչքան է իմ մոտ տևելու, բան, հետաքրքիր է, նոր էմոցիաներ է գալու։ Իսկ թող միայն կարոտ է լինելու, էլի այդ բեմի էներգետիկան ձգելու է, բարանի պես քաշում է, էլի միևնույնն է։ Հնարավոր է, բայց մարդիկ կան օրինակ թողել են ու երբեք չեն վերադարձել, որովհետև գիտեք ինչ է այդ ներկայացումները, փորձերը, կողքից նայում են, ասում են, դե լավ ձեր գործը ինչ է գնում եք, 2 ժամ բան, կան լիքը մարդ կա որ այդպես է մտածում, 2 ժամ խոսում եք, բան եք անում, կայֆ է էլի, դեռ փողը վերցնում եք, գնում եք տուն, մարդիկ գնում են գործարաններում են աշխատում, բաների վրա են աշխատում, բայց չէ, մեր գործը էմոցիոնալ ծանրության մասին է, հա, այսինքն հնարավոր է մենք, չգիտեմ, քար չենք վերցնում, տանում դնում այնտեղ, բան ավազ չենք կրում, բայց այդ ամեն ինչը, եթե ավելի sense ուղիղ տուպը ուղիղ բացատրեմ, այդ ամեն ինչը մեր հոգին է անում, հա, էմոցիոնալը, այդ ամեն ինչը։ Դերասանության մեջ բոլոր մասնագիտություններն ներառված են։ Անպայման, այդ ամեն ինչը, հա։ Հետաքրքիր է արդեն ոնց որոշեցիր, որ քեզ դերասանությունն է կանչում։ Երբ որ ավարտեցի ծառայությունս ու արդեն խնդիր կար, պետք է ընդունվեի միտեղ համալսարան ինչ որ կրթություն ստանալու համար բարձրագույն ու թատերական ինստիտուտում բարի եւ ռեժիսուրայի ֆակուլտետ կար։ Հիմա կա այդ բաժինը։ Կարծեմ հա։ Հա, հիմա էլ կա, հա, հաստատ կա։ Բարի եւ ռեժիսուրայի ֆակուլտետ կար ու դա մյուզիկլի հետ կապ չունի, չէ՞։ Չէ, մյուզիկլի հետ կապ չունի։ Մյուզիկլը դերասանականի մեջ է հենց մտնում, ուղղակի կարծեմ Արմեն Մելիքսեթյանն է հավաքում կուրսը։ 4 տարին մեկ։ Հա։ Բարի եւ ռեժիսուրայի ֆակուլտետը կար ու
ես նույնիսկ ծառայությունս ավարտելուց հետո մի անգամից մտածեցի, դե ինչ պետք է անեմ, այդտեղ պետք է ընդունվեմ, հա, հետո շարունակեմ էլի իմ գծով ու հետո հանդիպեցի Վիվիենին, դերասանուհուն, այո։ Ինքը ինձ ասեց, լսի, ինչ ես նոր բան սովորելու։ 12-13 տարի եղել ես դրա մեջ։ Ինչ ես սովորելու նոր բան։ Դե ասեցի, չգիտեմ, երևի ոչ մի բան, բայց գոնե ինչ-որ կետի կհասցնեմ, հա, այդ բանը, ասեց, իսկ կարողա ուրիշ տեղ փորձես։ Օրինակ դերասանական բան։ Ասեցի, մտածեմ։ Մտածեցի ու փորձեցի դերասանական բաժին արդեն, Վիվիանն էլ ինձ շատ օգնեց, աշխատեց իմ հետ ու ստացվեց այն, ինչ ստացվեց։ Նարեկ Դուրյանի կուրսում ես սովորել։ Այո։ Հետաքրքիր է, վարպետից ինչ ես սովորել եւ շարունակում ես դեռ սովորել։ Ամեն օր կարելի է Նարեկ Դուրյանից շփվել եք Նարեկ Դուրյանի հետ։ Չէ, ցավոք սրտի, բայց մեծ հույս ունեմ, որ շուտով կշփվենք։ Հա, մի օր շփվեք, որովհետեւ գիտեք ինչա, բազմակողմանի զարգացած շատ լիքը մարդ է ինքը։ Ու այն ինչ որ մենք կանք, այսօր մեր կուրսից եւի թե 4-5 հոգի ասպարեզում կա, աշխատում է եւ այլն, այսինքն գրելը, խաղալը, եթե չի ստացվել այդ երկուսը գոնե բեմական էթիկան, եթե այդ էլ չի ստացվել գոնե լավ հանդիսատեսը հաստատ դաստիարակելը։ Հա։ Հա, դրա համար իրանից ամեն օր, ամեն վայրկյան կարելի է սովորել ու այն, որ այսօր ես գրում եմ, բեմադրում եմ ու խաղում եմ, այդ ամբողջությամբ իր շնորհքն է։ Նախ մեր կյանքում միշտ կան չեն մարդիկ, որոնք ասենց լրիվ հիմնասյուն են դառնում մեր կյանքի համար ու անընդհատ իրանցից սովորում ես։ Հիմա դու կարող ես համարել, որ հենց Դուրյանը քո կյանքի հիմնասյունն է։ Անպայման։ Մի հատ այսպեսի բան կա, չէ, ասում է տաղանդը մարդու մոտ ընդամենը 0-ներ է, չգիտեմ, մեկի մոտ մի 0 է, մեկի մոտ 2, 3, 4, այն մեկը, որ դիմացը դրվում է, այդ 0-ների այդ կամ դասախոսն է լինում կամ աշխատասիրությունն է լինում այդ ամեն ինչն է։ Հիմա այն մեկը որ դրվել է իմ այդ 0-ի դիմացը, այդ հաստատ Նարեկ Դուրյանն է դրել, էլի։ Բայց շատ հաճելի է որ գնահատվում է, էլի այդ ամենը։ Չեմ կարող չգնահատել, ուղղակի չեմ կարող չգնահատել։ Այսինքն եթե ես հիմա ուրիշ բան ասեմ, դա կլինի սուտ։ Դա կլինի սուտ։ Հիմա նաև գոլեգաներ եք։ Չէ՞, թատրոնում աշխատում եք միասին։ Այ որպես գոլեգա ինչպեսին է։ Այդ շատ բարդ է իր այդ խաղալ։ Ոյ, հա։ Շատ ահավոր բարդ է իր այդ խաղալը, որովհետև նախ իր այդ խաղալու համար պետքա գոնե իր խարիզման այնքան շատ է, բեմը այնքան է լցնում։ Իրանից այն կողմից որ Չերևան, չէ՞ ոչ մենք, հա շատ ուժեղ էներգետիկ։ Ու ինչքան պետքա կողքը փորձես պայքարել, որ կարողանաս Երևան։ Բայց այդ իր խնդիրը չի։ Այդ իր կողքի մարդու խնդիրն է ընդամենը, ինքը իրանը անում է։ Ու քեզ էլ չի խանգարում, որ քոնը անես։ Դրա համար շատ բարդ է ու նաև վախենալու է։ Նաև պարտավորեցնող է։ Բայց փորձում ենք, աշխատում ենք արդեն երևի, չգիտեմ, 5-6, չէ, 10 տարի։ Բոհեմ թատրոնը օգոստոսին կդառնա 10 տարեկան։ Հա։ Արդեն 10 տարի է Նարեկ Դուրյանի կողքին ենք, խաղում ենք ու ինքն էլ ինչով կարողանում է օգնում է մեզ էլի։ Նվիրյալ է, չէ՞, թատրոնին լրիվ։ Հա, լրիվ։ Չգիտեմ, երևի մի քանի հոգի կան, հա, հիմա գլխիս մեջ երևի Մազմանյանը, ինքը, չգիտեմ, Վարդան Պետրոսյանը, հա, որ այդպեսի նվիրյալներ էին, իրոք թատրոնի նվիրյալներ են։ Այ քիչ առաջ խոսեցիր, որ մարդկանց մոտ թյուր կարծիք կա, դերասանեն ինչ են անում, չէ՞։ Նույն թյուր կարծիքը կա բլոգերների նկատմամբ, բայց ես որ մտածում եմ, օրինակ մեր համար դժվար է, մի հատ story ես ուզում անես, չէ 8 ժամ մտածում ես կամ մտածում ես ինչ անես։ Այդ բլոգերների գործը ես մտածում կրկնակի եռակի, քառակի ավելի շատ է։ Ու անիմաստ մարդիկ գցում են այդ մարդկանց խոսքով աշխատանքը։ Այն որ անիմաստ են գցում այդ մարդկանց, այդ միանշանակ է։ Այդ դրանում կասկած չկա, որտեվ նայեք հիմա ես էլ հա վիդեոներ եմ անում, գցում եմ ինչ-որ բաներ եմ անում, բանման, բայց այդ բլոգինգ չի ընդհանրապես։ Այդ բլոգերությունը այդ մարդիկ ամբողջ օր այդ աշխատանքի մեջ են, ամբողջ օր ինֆորմացիա են հավաքում, ինչ-որ ծաղկա խաղեր են անում, բան են անում, որ մատուցեն, բան անեն, սցենար են գրում ու այդ ամեն ինչը գրեթե ամենօրյա ռեժիմով։ Հիմա մարդուն, որ այդքան աշխատում է, դու ոնց կարող ես ասել արածդ ինչ է։ Okay, չես հավանում, կարող ես չհավանել, այդ ուրիշ է։ Բայց իրան ասել արածդ ինչ է, այդ անարդարությունը, հա, աշխատանքի հանդեպ անարդարություն է, չես կարող աշխատող մարդուն նման արտահայտություն անել։
Իսկ ո՞նց է բլոգինգի ընթացքը։ Արդեն հունի մեջ ընկել ես դու։ Չէ, նայեք, ես քեզ որպես բլոգեր չեմ ներկայացրել։ Հա, գիտեմ։ Ասեմ, ես ուղղակի գիտեմ, որ արդեն դու վարում ես, հարթակ օգտագործում ես եւ վարում ես։ Դա շատ նորմալ է եւ իրականում դա շատ ճիշտ է։ Հետաքրքիր է, հունի մեջ ընկել ես։ Նայեք, հունի մեջ ընկնելու խնդիր չկա, երբեք մտադրություն չեմ ունեցել բլոգեր դառնալու։ Այսինքն զբաղվել բլոգինգով, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել իմ առաջ դրված։ Բայց օգտագործել այդ հարթակը հանուն այն գործի, որով զբաղվում ես, այդ չանել, մանավանդ իմ տարիքին ես երբ որ, ուղղակի հանցագործություն է, այդ նշանակում է դու հենց հիմա բաց ես թողնում ձեռքը ժողովրդի պուլսից։ Հենց հիմա դու բաց ես թողում։ Եթե դու չկաս այդ ասպարեզում, ուրեմն դու այսպես բաց ես թողել ձեռքդ։ Կրկնում եմ իմ տարիքում, երբ որ դու դեռ քայլեր ես անում, երբ որ դու դեռ գնում ես, փորձում ես, աշխատում ես, դու ուրեմն ինչ որ հնարավորություններ կա հաստատ բաց ես թողում քո ձեռքից։ Հա, հարց չկա, տարիքով դերասանները, բան դրանց կարիքը էլ չունեն, որտեվ իրանք արդեն ունեն իրանց հավաքած հանդիսատեսը, իրանց սիրող մասան։ Հա, իրանք խնդիր չկա, իրանք կարող են չզբաղվել, նույնիսկ չնայել այդ կողմ, բայց ես ու իմ սերնդակիցները իրավունք չունենք ուղղակի։ Հիմա դու դեմ կլինես, որ այդ հարթակն էլ որ օգտագործում ես, քեզ գովազդներ առաջարկեն։ Իհարկե չէ։ Իմ ասածն էլ հենց դա էր։ Հիմա ի վերջո հունի մեջ ընկել ես դեմ։ Ձեզ ասում եմ, ձեզ ֆինանսական մասն է, հետաքրքրում ես ամեն ինչ։ Չէ, դա ի վերջո հանգուցալուծումը դա էր։ Չէ, անկեղծ ասեմ, ամեն դեպքում միևնույնն է, հարթակները պետք է օգտագործել ճիշտ եւ այո, պետք է գումար վաստակել։ Դա նորմալ է։ Էլի եմ ասել, նորից եմ կրկնում, չգիտեմ, այն մի հաղորդումը քանի հոգի են նայել, բայց հիմա մի հատ եմ կրկնում։ Նայեք, չէր կարա լիներ, օրինակ, պատկերացնում եք ինչ որ մեկը Քոնան Դոյլին ասեր Շերլոկ Հոլմսը թերթում մի տպի։ Հա, թե չէ շատ մարդ կկարդա, չէ։ Հասկանում եք, ինչպես թերթում տպում, գիրք հրատարակի, թող վերջանա գնա, ինչ էժան բաներ է թերթ։ Չէ, էլի չէ։ Ինչքան լավ էր որ Քոնան Դոյլը թերթում տպեց Շերլոկ Հոլմսը։ Համ հայտնիությունը բերեց, համ էլ մինչև հիմա հիշվում է։ Հիմա չեմ համեմատում մեզանից ոչ մեկին Քոնան Դոյլի հետ։ Շատ ամպագորգոր։ Հա, էլի հիմա չեմ համեմատում մեզ Քոնան Դոյլի հետ, բայց հիմա Instagram-ն ու Facebook-ն էլ այն ժամանակվա թերթի նման մի հնարավորություն է, որտեղ կարող է ինչ որ մեկը արտահայտվի, ինչ որ բան անի, մանավանդ որ շուկան շատ մեծ է, մանավանդ երբ որ լեզուներ գիտես, ավելի է մեծանում ու եթե ինչ որ մեկը դուրս չի գալիս, կարող ես ուղղակի չնայել իրան։ Այո, իհարկե։ Թերմա հետաքրքիր է կերպարից կերպար մտնել դուրս գալ, դա օրինակ դերասանի համար ինչ է, ինչ որ ծանրաբեռնվածություն է, ինչ է կատարվում դերասանի հետ, դա հոգեբանական ինչ որ ընթացք է, ինչ է կատարվում։ Եվ այդ ամեն ինչը մեկտեղ։ Օրինակ հիմա որ ծանր ես դուրս գալիս ինչ որ կերպարից։ Ունենք, մի հատ ներկայացում ունենք, ոչ թե ծանր եմ դուրս գալիս, այլ ծանր եմ մտնում այդ կերպարի մեջ։ Հա, դες բավարի դա չի մտածել։ Հա, բա Ես միանգամից դուրս գա։ Սկզբում պետք է մտնես, չէ՞ որ դա։ Դուրս գա։ Դա ինչի՞ ես միշտ մտածել կերպարից դուրս գալը։ Մի հատ ներկայացում ունենք, չեմ ասի որ ներկայացումը, ինձանից առաջ այդ ներկայացումը ուրիշ դերասան էր խաղում։ Ու ես ոնց որ ներմուծվել եմ այդ ներկայացման մեջ այդ դերասանի տեղը ու մինչև հիմա երևի արդեն 5 տարի է դերը խաղում եմ։ Մինչև հիմա որ դժողքի մեջով եմ հասնում այդ ամեն այդ ներկայացումից առաջ գալիս եմ հասնում եմ ինֆակտին ու միջև վերջում ներկայացման վերջ դուրս եմ գալիս։ Ինչի։ Չգիտեմ ինչի։ Չգիտեմ, կերպարը չես սիրում, թե սիրում։ Չգիտեմ։ Ինչի։ Չգիտեմ, Բայց սիրում ես կերպարը։ Հա, ներկայացումը շատ լավն է։ Դե որ 5 տարի խաղում ենք, ուրեմն լավ ներկայացում է։ Շատ դժվար է տրվում։ Հա, բայց շատ դժվար է։ Դրա համար բացատրել ինչ է կատարվում դերասանի հետ, այդ չգիտեմ։ Եվ Ստանիսլավսկին պետք է մի հատ էլ կարդալ, հասկանալի է, այդ չգիտեմ գրել է այդ ամեն ինչի մասին, թե չէ։ Կան այդպես բաներ, որ շատ դժվար է բացատրել։ Իսկ հանդիսատեսի արձագանքին ինչպես ես վերաբերվում թատրոնում, դեռ չենք անցնում էլի սոցցանցերում, գալիս են մոտենում են, իրենց կարծիքներով կիսվեն դերասանների հետ, թե չէ։ Հա, ու շատ հաճելի է։ Նույնիսկ եթե վատ բաներ են ասում, չնայած վատ բաներ ասող մարդիկ հիմնականում չեն մոտենում, մի քանի անգամ են մոտեցել, բայց երբ որ այդ վատ բաները
շատ տեղին են լինում, մենք ընդունում ենք, հա, առողջ քննադատությունը ընդունում ենք ու եթե այդ մարդը գա հաջորդ ներկայացմանը, որտեղ ներկայացումը ինքը օրգանիզմ է, ինքը աշխատող օրգանիզմ է, ինքը ամեն օր կարող է փոխվի ինչ-որ բան, ամեն օր մի բան ավելանա, մի բան պակասի, այդպես է սպահում ներկայացումը զարկերակը։ Ու այդ շատ օգնում է, որ արդեն հանդիսատեսը գալիս է, ասում է, այ այս մասը բան մի քիչ գիտես, այս դրա մասին որ խոսում էին, իսկ այն ժամը ու դու մտածում ես, ասում ես, հա, օքեյ, ճիշտ է ասում։ Հաջորդ ներկայացմանը, երբ որ արդեն ունես 15 օր ժամանակ, այդ ամեն ինչը ուղղվում է։ Ու արդեն այդ հանդիսատեսի ասացի շնորհիվ է դա լինում, օրինակ եմ ասում, հա։ Կամ երբ որ մենք ինչ-որ մի բան խաղում ենք, շատ է պատահում, որ թղթի վրա երբ որ գրված է պիեսը, կարդում ենք, նու հիմա մենք ավելի հաճախ կոմեդիաներ ենք խաղում, օրինակը կոմեդիայի վրա բերեմ, կարդում ենք, ասում ենք, այս շատ ծիծաղալու է այս մասը, շատ ծիծաղալ, դուրս են գալիս, բայց ընդհանրապես ծիծաղալու չի այդ մասը։ Այսինքն հանդիսատեսը օգնում է դրանով, որ մեր զգացմունքները մենք իրավունք չունենք առաջ բրթելու։ Ուղղակի չենք կարող առաջ տանել, որտեվ դուրս չի գալիս հանդիսատեսին, վերջ։ Դրա համար ստիպված այդ մասը հանում ենք, ուրիշ մաս է գալիս, ուրիշ ձև է ստեղծվում արդեն։ Ասում եմ, բայց լավ հումորները իմպրովիզացիայից է, չէ՞ ծնվում։ Հա, լինում է, բայց այդ իմպրովիզացիան էլ պետքա լինի տեղին ու պետքա լինի պիեսի ընդհանուր համակարգի մեջ։ Այսինքն, երբ որ իմպրովիզացիա ես անում պիեսից դուրս, հնարավոր է այդ պահին հանդիսատեսը ծիծաղա, բայց դուրս է գալու, ասի, այդ ինչ էր, ինչ-որ կողքից ինչ-որ բան եղավ։ Այս սոցարթակներում ոչ թե կգան, սիրուն կասեն, գիտեք այս պահը այսպես մի արեք եւ այլն, միանգամից վատ կոմենտ կգրեն, տափակություն, չէ՞ ինչ-որ անկապ բան կգրեն, այդ դրանց ոնց ես վերաբերվում։ Անկեղծ չեմ հասկանում, նեք ոչ վատ եմ վերաբերվում իրանց, ոչ լավ, ուղղակի չեմ կարողանում հասկանալ այդ մարդկանց։ Նեք էլի եմ ասում, եթե ինչ-որ մի բան ես նայում ու այդ քո դուրը չի գալիս, փոխի է ուղղակի։ Խնդրում եմ, փոխի, ինչն է քեզ խանգարում, ինչն է քեզ դրդում, որ դու այդ վիդեոն շարունակես նայել, մի հատ էլ այդ կոմենտը բացես, մի հատ էլ գրես, մի հատ էլ ուղարկես, հետո մի հատ էլ վստահ եմ իրանք սպասում են, որ ինչ-որ մեկը պատասխանի դրան։ Չեմ կարողանում, ուղղակի չեմ կարողանում հասկանալ։ Այնինչ ուղղակի կարելի է թերթել ու ընդհանրապես էլ կյանքում չմտածել դրա մասին։ Իսկ դու ոնց ես անում, եթե տեսնում ես վատ բաներ, մաքրում ես, ջնջում ես։ Հա, եթե այտենց անիմաստ ինչ-որ կոմենտներ եմ տեսնում, մաքրում եմ, որտեվ ասում եմ, այդ մարդիկ իմ համար անհասկանալի, այդ մարդիկ իմ համար կներեք պարապ մարդիկ են։ Իսկ եղել է ինչ-որ վատ կոմենտ գրեն, որ դու փորձես անդրադառնալ կամ կապ պահել իր հետ, թե Չէ, երբեք, որովհետև եթե այդ մարդը այդ ամեն այդ ոնց կարելի է քո ժամանակը, հասկանում ես, ժամանակը աշխարհի ամենաթանկ բանն է։ Ոնց կարող ես քո ժամանակը ծախսել մի բանի վրա, որը քեզ դուր չի եկել։ Ողա չգիտեմ որ կարելի է։ Չգիտեմ, ես այդ մարդկանց չեմ հասկանում։ Այսինքն ինչ պետք է անեմ, ես պետք է տեսնեմ կոմենտ ա գրել ու մի հատ էլ իմ կյանքից մի քանի րոպե ծախսեմ այդ կոմենտին պատասխանեմ, հետո սպասեմ, որ ինքը ինձ պատասխանի, հետո չգիտեմ։ Դրանք շատ հայտնիներ կան, որ միանգամից story են անում, ասում են այս մարդը։ Այդ շատ լավ բան է, անկեղծ այնքան եմ ուրախացել Արուս Տիգրանյանի մոտ եմ տեսել։ Այնքան եմ ուրախացել, որ անում են։ Հա, հիմա շատ են։ Բոլորը պետք է անեն, այդ մարդկանց պետք է գտնել, այդ մարդկանց նկարները պետք է դնել։ Հասկանում ես, այդ մարդիկ, ես չգիտեմ այդ ինչ են այդ մարդիկ։ Ես չգիտեմ, օրինակ Արուսենք տես, իրանց ժամանակը հենց այնպես չեն ծախսում այդ մարդու վրա, իրանք շատ հետաքրքիր ֆորմատ են գտել, որ համ իրանց դիտումներ ա բերում, համ կոնտենտ են ապրում, համ էլ այդ մարդկանց խայտարակ են անում։ Ես շատ լավ ֆորմատ ա, տես, մտածած։ Դրա համար հա պետք է, եթե լավ բան է, պետք է անընդհատ այդ մարդկանց խայտարակել, որտեղ չգիտեմ այդ ինչա։ Այ եթե տեսնես վատ կոմենտը վերաբերվում է ընտանիքիդ, ինչ կանես։ Փառք Աստծո, այդպես կոմենտներ դեռ չեմ ունեցել։ Հույս ունենամ, չեմ էլ ունենա, որտեվ հույս ունեմ այն մարդիկ, ովքեր ինձ հետևում են, մի քիչ գոնե Գիտակից մարդիկ են։ Հա, էլի, հա։ Մի քիչ գոնե գիտակից են։ Ուրեմն ես այսօր առանձնացրել եմ կոմենտներ։ Ինձ են որ գրել։ Այո։ Հա, օքեյ։ Տարբեր հարթակներում, ոչ միայն քո անձնական էջին, ինչ որ տարբեր տեղերում։ Հա, իմիջիալս ասեմ, էդ էլ պատմեմ, ուրեմն TikTok-ով էս վերջերս։ Ես չկամ TikTok-ում։ Հա, չկաս։ Չէ, չկամ ես TikTok-ում։ Ես չկամ։ Հա։
Ես չկամ TikTok-ում, մեկ էլ ընկերներս ինչ որ բաներ են ուղարկում, որ գալիս է, բայց չես կարողանում մտնել։ Դեռ չունես։ Մի խոսքով դից ուղարկում են բան, հետո չեմ կարողանում անդադ բացեմ բան, հետո բերելա ցույց է տալիս, ինչ որ իմ վիդեոներից դից 500,000, 600,000 ինչ որ ցես դիտումներ ունեն բանում։ Ասում եմ լավ էլի դա։ Բայց TikTok-ից գումար են, չէ՞ աշխատում վիդեոների դիտումից։ Ես էլ չգիտեմ, բայց լսել եմ, որ գումար են աշխատում։ Հա, բայց եթե նայում եք ինձ, այստեղ խոսեմ, եթե նայում եք ինձ, եթե գումար եք աշխատել իմ վիդեոներով, կեսը ուղարկեք ինձ։ Շնորհակալություն։ Այս բարի է։ Ես մտածում եմ, ասել ես հարամ լինի բարի չէ։ Չէ, որտեվ դրանից էլ խուսափել անհնարին է, որտեվ եթե վիդեոներ ես սկսում, պետք է հասկանաս, որ ինչ որ մեկը կարող է վերցնի, գցի իր հետ, կամ ինչ որ բան անի։ Հա։ Դա լրիվ օքեյ է։ Դա շատ լավ է։ Իհարկե շատ լավ մեկնաբանություններ են գրում Թելմանին, բայց ոնց որ չեմ ասի վատերն եմ առանձնացրել, որովհետեւ տենց վատ կոմենտներ դու չունես էլ, այ հետաքրքիր հարցեր եմ առանձնացրել, որոնք հետևորդները ուղղել են քեզ։ Հա, այդ շատ լավ է։ Այդպես են կարել։ Այդ շատ լավ է։ Մինչև կոմենտներին անցնելը ես ուզում եմ քեզ քարտ փոխանցեմ մեր գլխավոր գործընկերոջ կողմից United Technical Service-ի, որը Հայաստանում ներկայացնում է աշխարհարչակ գերմանական Grohe սանտեխնիկան։ Այդտեղ դու կարող ես գնալ, օգտվել, ինչ պետք է ձեր տան համար ձեռք բերես։ Իդեպ, եթե on-line գնումների սիրահար ես, shop grohe.am-ը արդեն հայերեն է ամբողջությամբ, կարող ես մի քանի բան պատվիրել, տան ինտերիերի հետ արդեն համապատասխանեցնել եւ ընտրել ինչ որ մեկը։ Մերսի շատ։ Հայաստանում միակ ու առաջին Grohe առցանց խանութն արդեն գործարկվել է։ Shop grohe.am։ Գնիր առցանց, ստացիր արձեռը։ Ես քեզ նկար եմ հիմա ուզում ցույց տալ։ 5 վայրկյան ունես, փորձի պատկերները մտաբերել։ 1 2 3 4 5 Հիմա ինձ պատմի, թե դու առհասարակ նախաճաշում ես, թե չես նախաճաշում եւ եթե նախաճաշում ես, ինչ ես այսօր կերել։ Այսօր զվարճ եմ կերել, բայց միշտ չի որ հասցնում եմ նախաճաշեմ, որովհետեւ օրեր ա լինում, որ փորձ օրինակ ժամը 9-ին ա լինում։ Եվ չես ասում։ Միջև արթնանում եմ, միջև բան, չեմ ասում։ Իսկ հիմա այս 7 ֆիգուրները որ ցույց տվեցի, կարող ես հիշել ասել։ Խնձոր, ձուկ, գորտ, մեքենա, հավիճուտիկ, 7-ին, 7-ին։ 5-ը ասեցի։ Արջուկ, վերևինը, մեկը մոռացա։ Չէ, մեկը մոռացա։ Իրականում ես բացարձակ չեմ հիշում։ Հա։ Ես երկուատն եմ կարողացել մտաբերել, բայց դա նորմալ է, որ մարդիկ մոռանում են։ Իհարկե ես մասնագետ չեմ, բայց այսպես եմ հասկացել, կարճաժամկետ հիշողություն գոյություն ունի։ Այդ պահին մարդը ինչ տեսնում է, միանգամից ֆիքսում է, բայց եթե դու կողքից ուրիշ հարց ես տալիս, մարդու ուղեղը ոնց որ ունի իր չափը, չիպերի նման։ Մի քիչ արդեն ինֆորմացիա է ազատում նոր ինֆորմացիայի համար, բայց եթե սա հաճախակի երևույթ է լինում ձեր մոտ, որ անդադ հիշողությունը դավաճանում է, մոռանում եք, դա նորմալ չի արդեն եւ պետք է դիմել մասնագետի։ Իսկ մասնագետներին դիմելու համար պետք է բնականաբար վստահելի ձեռքերի դիմեք, նեյրոկլինիկը մեր գործընկերն է, նրանք մասնագիտացված նյարդաբանական կենտրոն են։ Եվ այնտեղ ձեր բոլոր ցանկացած հարցի պատասխան կարող եք գտնել, այնտեղ ենթադրություններով չեն զբաղվում, ճշգրիտ գտնում են խնդիրը եւ լուծում են։ Այսքան բան։ Շատ լավ է, շատ լավ է։ Թելման դու կարողանում ես խնայողություններ անել։ Չէ։ Հա, դու էլ ես ֆինանսապես անգրագետ։ Ես էլ։ Բայց մեր գործընկերը մի լավ բան է մտածել դրա համար։ Ապա լսենք։ Ուրեմն Հայ Էկոնոմ բանկը ստեղծել է համակարգ, որի միջոցով եթե խնայողական հաշիվ են բացում Հայ Էկոնոմ մոբայլ հավելվածով, տարվա ընթացքում 5% եկամտի աճ են ունենում։ Այսինքն մնում է հիմա կարողանանք գումար գցել դրա վրա, որ 5% խնայենք գումար, որ գցենք այնտեղ, Հայ Էկոնոմ բանկը խնայի մեզ համար։ Այո, եւ 5% գորե ավելանա։ Եվ այստեղ ամենալավ առաջարկը այնտեղ է կայանում, որ ցանկացած պահի կարող են գումարը ելքագրել, մուտքագրել եւ տոկոսագումար չի տանի։ Դա է ամենալավը։ Շատ լավ է։ Հարցերի դեպքում կարող եք այցելել իրենց պաշտոնական կայքեջ կամ զանգահարել 8686 հեռախոսահամարով։ Հաղորդման գործընկերն է Հայ Էկոնոմ բանկը։
Թելման ուզում եմ ծանոթացնել, իհարկե շատերը գիտեն, մեր հետևորդները վստահ եմ գիտեն, քեզ է ծանոթացնել Մեդիա ասոցիացիայի հետ, զբաղվում են մարքեթինգով, PR-ով եւ շատ հայտնի բրենդների հետևում կանգնած են հենց իրենք, նաեւ ֆիլմարտադրությամբ են զբաղվում։ Եթե չգիտեմ, ձեր բիզնեսը ունի աջակցության կարիք կամ ուղղակի անհատեք ուզում եք լավ PR անել, գծես կամ ֆիլմ արտադրություն եւ այլն, կարող եք դիմել Մեդիա ասոցիացիային, իրենց պրոֆեսիոնալ թիմը ամեն ինչ կկազմակերպի։ Մեդիա ասոցիացիա։ Կոմենտներ։ Գնացինք։ Հետևորդները գրում են. Թելմանը շատ լավ էներգիա ունի, բայց երբեմն թվում է իրեն չի գտել դեռ կյանքում։ Ու ես որ մի քիչ առաջ ասում եի, բացարձակ վատ բաներ չենք գրում։ Չէ, ինձ թվում է գտել եմ, ժողովուրդ, չգիտեմ ով է գրել այս կոմենտը, բայց հանգիստ եղեք, ես գտել եմ ինձ։ Եվ դեռ կգտնեմ։ Եվ դեռ կգտնեմ։ Դժվար էլ կորցնեմ։ Շատ լավ։ Ինձ թվում է իրական կերպարը այս տղայի լրիվ ուրիշ է, քան տեսնում ենք էկրանին։ Կեղծ բան կա մեջը։ Չէ, ինձ թվում է։ Հա, չէ։ Համաձայն չես։ Հա։ Սխալ։ Չէ, նույնն եմ, սխալվել են, որովհետև հա, իրական կյանքում ավելի քիչ եմ խոսում, կյանքում չեմ խոսա, եթե հարց չտան։ Հա, հնարավոր է։ Շատ լավ։ Շատերը ծիծաղում են իր հետ, բայց հետաքրքիր է, ինքը իր արած վիդեոների վրա ծիծաղում է։ Մեկ-մեկ հա, լինում է, որ ծիծաղում է։ Բայց կան նենց, որ չես հավանում վիդեոների։ Հա, լինում է, որ չեմ, այ չեմ սիրում այդ դրանք բանում, բայց մի քանիսը կա, որ ես էլ եմ ծիծաղում։ Իսկ եղել է, որ վիդեոն հրապարակես, իրականում լավ դիտում հավաքի, բայց հետո ջնջես, որովհետև քեզ դուր չի գալիս։ Չէ, դա չի եղել։ Որտեղ մինչև նկարել դա նայում եմ բանը։ Իսկ կան օրինակ թեմաներ, որ գիտես շատ լավ դիտելիություն է հավաքելու, բայց ասում ես չէ, շատ ոնց որ վատ կնայվի ու չես հա անում։ Հա, կա միանշանակ կա ու sense չեմ էլ անում այդ ամեն ինչ էլի։ Օրինակ քաղաքական վիդեոները լիքը դիտումներ կա հավաքի։ Բայց դες բլոգերները կան հենց այդ թեմայով են, չէ՞։ Հա, այդ իրանց գործն է, իրանք հենց քաղաքական սատիրա են օրինակ կարող անում։ Այդ իրանց գործն է անում են։ Շատ լավ։ Մի տղամարդ գրել է. ինձ միշտ հետաքրքիր է Թելմանը երբևէ խանդոտ եղել է։ Ինչա տղամարդ գրել է։ Չգիտեմ, ինձ էլ այդ հետաքրքիր։ Դրա համար նշեցի, շեշտեցի, որ տղամարդ է գրողը։ Խանդոտ չէ, որովհետև կինս դեռ որ հույս ունեմ երբեք տեղ չի տվել խանդելու, այնպես որ չգիտեմ խանդոտ եմ թե չէ։ Հենց առիթը լինի կասեմ։ Իսկ հիմա կինդ խաղում է թատրոնում։ Այո։ Հա, շատ լավ է։ Հայր դառնալուց հետո կարծես ավելի փափուկ մարդ է դարձել Թելմանը։ Դա մաման է գրել է։ Բայց համաձայն ես կոմենտի հետ։ Էլի ես լսել նման բան թե չէ։ Չէի լսել, բայց կարող է, գիտեք, որտեվ ոնց որ երեխայից սկսում ես այդ շփվել, կարող է կյանքում էլ այդպես ստացվում։ Իսկ վերջին անգամ որ հարցազրույց ես տվել, ամիսներ առաջ էր ու երեխա դեռ շատ փոքր էր։ Հա։ Հետաքրքիր է հիմա ոնց կնկարագրես երեխայիդ, հետաքրքիր է արդեն ադապտացել ես որպես հայր։ Հա, ադապտացել եմ ու հասկացել եմ, որ հիմա այս պահին հասկացել եմ, որ պետք է ընկերը լինեմ իրա, որովհետև հիմա արդեն մի քիչ սկսել է չարություններ անել, այն որ կամած sense ինչ-որ չարությունիկներ է անում ու հասկանում եմ, որ ես իրա հետ կանեմ այդ չարությունները։ Ահա։ Հա, այդպես ինչ-որ մի հատ բան կա մոտս։ Վստահելի ընկեր է։ Ուրեմն, իր մեջ կա մեծ դերասանի պոտենցիալ, բայց երբեմն սխալ ուղղությամբ է գնում։ Ինչն եմ սխալ ուղղությամբ գնում։ Դեռ որ այն ասպարեզում եմ, որը կապ ունի դերասանության հետ։ Դերասանությունից բացի դեռ որ ուրիշ բան չեմ արել։ Այսինքն ուղղությունս ամեն դեպքում նույնն է։ Չգիտեմ ինչ նկատի ունի։ Դե Թելմանը շատ լավ հումոր ունի, բայց կարող է նույնքան ուժեղ լինել դրամատիկ դերում, թե ոչ, դա պարզ չէ։ Դա ինձ էլ պարզ չէ։ Չեմ փորձել երբեք դրամատիկ դերում ինձ, առաջարկել չեմ ունեցել, որ փորձեմ, անկեղծ չգիտեմ։
Այսինքն քեզ համար էլ էքսպերիմենտ կլինի դա։ Հա, ու հաճելի էքսպերիմենտ կլինի։ Բայց հետաքրքիր կլինի։ Անկեղծ ինձ էլ շատ հետաքրքիր կլինի, հիմա մտածում եմ արժի փորձել, բայց չգիտեմ կստացվի լավ թե չէ։ Այդ վախը կա մեջդ։ Վախ Հանկարծ հա, բան չլինի, էլի չհաջողես։ Չհաջողեմ, ընդհանրապես վախենալու բան չի։ Բայց կարծում եմ հետաքրքիր կլինի փորձել։ Հարցնում են հետաքրքիր է երբևէ փոշմանել է իր ընտրած ճանապարհի համար։ Չէ, երբեք, որովհետև ի սկզբանե փոքրուց այնուամենայնիվ եղել եմ այս ասպարեզում, հա, արվեստի մեջ եմ եղել։ Այսինքն եթե օրինակ փոքր ժամանակ գնացած լինեի ֆուտբոլի ու հետո փոխեի դառնայի դերասան, հնարավոր է փոշմանայի, որ ինչի չեմ դառել ֆուտբոլիստ, բայց այդպիսի խնդիր չունեմ, որտեղ անընդհատ եղել եմ միևնույնն է եղել եմ արվեստի բնագավառում։ Հիմա հարցնում են, մի հարցազրույցից է կոմենտը վերցրած, որտեղ դու եւ կինդ եք գնացել յուր։ Հիմա հարցնում են, ամուսնությունից հետո դուք որպես մարդ փոխվել եք, թե նույնն եք մնացել։ Իհարկե փոխվել եմ, կամ մարդ որ չի փոխվում։ Միայն ամուսնությունը չի խնդիրը, մարդը չգիտեմ, ամեն պահի քո հետ կարող է ինչ-որ բան կատարվի, որ դու փոխվես։ Ամուսնությունը նաև կյանքի ինչ-որ մի հատ փուլ է, որ դու բնականաբար դրանից հետո պետքա փոխվես, որովհետև արդեն ունես կողակից, այն ժամանակ երբ որ պատասխանատվություն, այն ժամանակ երբ որ առօրյա ուրիշ ձև էր դասավորում, դու էր տերը, հիմա արդեն մարդ կա, ում հետ պետքա հաշվի նստել։ Հաշվի։ Մարդ անընդհատ փոխվում է, մենք կարող այս հարցազրույցից հետո փոխվեմ նույնիսկ։ Ինչի մասին է խոսքը։ Եվ վերջին կոմենտը, որ առանձնացրել եմ։ Մի կին է գրել եւ ասում է. իր երեխան երբ մեծանա ու նայի հարցազրույցները, ինչ կուզենա որ նա տեսնի։ Հա, շատ լավ բան է գրել։ Էս չեք հորինել, հա, գրել է։ Չէ, սա գրել է։ Շատ լավ բան է գրել։ Վայ, չգիտեմ, շատ բարդ հարց է։ Չգիտեմ։ Երևի էս որ նոր խոսացինք, որ իր այդ ընկեր կլինեմ, այդ մասը թող նայի։ Թող սս կտրի ռիլս արքի նայի։ Էդիտերը մեկի գնում է։ Հա, որ հետո չգնա, դե պապ դու ինչ ես հասկանում բան։ Հա։ Հասկանում ենք ապեր։ Էս է դուք կտրեցել։ Քո տարիքին եղել ենք դերեգոյից։ Տերման այսքաններ, շնորհակալություն, այո։ Շատ հաճելի էր։ Կարծում եմ չնեղացրեցին կոմենտները քեզ։ Չէ, ընդհանրապես։ Հիշի ես չեմ գրել։ Ինձանից չնեղանաց։ Չէ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ ժամանակիցդ տրամադրելու համար։ Մերսի ձեզ, որ հրավիրեցիք։ Վայ, քեզ շատ մեծ հաջողություններ, վստահ եմ, որ քո անունը շատ լսելու ենք, կնոջդ անունը շատ լսելու ենք դեռ։ Մի խոսքով ձեզ ամենայն լավն ու բարին։ Մերսի շատ։ Այսքան բան։